Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Բոլորը տեսնում են, որ Հելսինկյան հանձնաժողովն ակտիվորեն հետևում է այսպես կոչված խորքային պետության գծին, եւ դա շատ հստակ երևում է նաեւ Վրաստանի օրինակում։ Դուբայում լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Կոբախիձեի խոսքով Հելսինկյան հանձնաժողովը Միացյալ Նահանգներում օգտագործվել է որպես Վրաստանի շահերի դեմ հիմնական գործիք։ Կոբախիձեն նաեւ խոսել է երկրում սահմանադրական կարգը հարգելու մասին։ Բոլորը պետք է հարգեն սահմանադրությունը, սահմանադրական կարգը, եթե ինչ-որ մեկը դա չի անում, պետք է լինեն օրենսդրական մեխանիզմներ, որոնք վերջին հաշվով կապահովեն դա։ Կոբախիձեն անդրադարձել է նաև Եվրամիության անդամակցության հարցին։ Նրա խոսքով ունեն հայտարարված նպատակ, եւ դա Եվրամիության անդամ դառնալն է։ Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին եւ արտաքին գործերի նախարար Մակա Բոջորիշվիլին մասնակցել են Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Քրիստի Քովենթրիի կողմից կազմակերպված ընդունելությանը։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի նախագահի վարչակազմը։ Միջոցառման ժամանակ Միխեիլ Կավելաշվիլին եւ Մակա Բոջորիշվիլին հանդիպել են տարբեր երկրների ղեկավարների, այդ թվում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրույցի ընթացքում հատուկ շեշտադրում է կատարվել երկու երկրի ընդհանուր արժեքների վրա։ Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին նաև կմասնակցի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի կողմից 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության շրջանակում օտարերկրյա պետությունների ղեկավարների պատվին կազմակերպված ընթրիքին, ասված է հայտարարության մեջ։ Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալյան Վաշինգտոն այցի շրջանակում հանդիպել է Միացյալ Նահանգների առևտրի փոխնախարարներ Ուիլյամ Քիմիթի եւ Ջեֆրի Քեսլերի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ Միացյալ Նահանգներում Վրաստանի դեսպան Թամար Թալիաշվիլին։ Կողմերը քննարկել են վրաց-ամերիկյան գործընկերության զարգացումը լոգիստիկայի, տարածաշրջանային առևտրի, թվային տեխնոլոգիաների, արհեստական բանականության եւ նորարարության ոլորտներում։ Զրույցի ընթացքում նաեւ անդրադարձ է եղել ենթակառուցվածքային ընթացիկ նախագծերին, հետագա գործակցության հեռանկարներին եւ Վրաստանի դերին միջին միջանցքի զարգացման գործում։ Հատուկ ուշադրություն է դարձվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան ներդրումների հնարավոր ներգրավմանը։ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների վերսկսումը առայժմ Եվրամիության օրակարգում չէ։ Այս մասին հայտարարել է ընդլայնման հարցերով Եվրահանձնակատար Մարտա Կոսը Անկարա այցի նախօրեին։ Անկարա իմ այցը նպատակ ունի վերականգնելու վստահությունը եւ գտնելու մեր տնտեսական հարաբերությունները երկու կողմի համար էլ ավելի շահավետ դարձնելու ուղիներ։ Եվրամիությունը պետք է նորովին նայի իր հարաբերություններին Թուրքիայի հետ, սակայն բանակցությունների վերսկսում նախատեսված չէ։ Կոսի խոսքով այցի հիմնական նպատակը Թուրքիայի հետ ամուր գործընկերության կառուցումն է։ Խաղաղությունն Ուկրաինայում կփոխի եվրոպական իրականությունը, հատկապես Սևծովյան տարածաշրջանում, եւ հետեւաբար Անկարան կդառնա շատ կարեւոր գործընկեր Բրյուսելի համար։ Կոսը տեղեկացրել է, որ Եվրահանձնաժողովը նախատեսում է ներկայացնել Թուրքիայի, Կենտրոնական Եվրոպայի երկրների եւ Հարավային Կովկասի հետ միջտարածաշրջանային համագործակցության օրակարգի առաջխաղացումը խորագրով ուսումնասիրությունը։ Այն ի թիվս այլ բաների կուրվագծի տարածաշրջանի միջև տրանսպորտային եւ առևտրային միջանցքների զարգացմանն անհրաժեշտ ներդրումները։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը փետրվարի 11-ին Թուրքիայի նախագահի հրավերով պաշտոնական այցով կմեկնի Անկարա։ Էրդողանը եւ Միցոտակիսը կհամանախագահեն Թուրքիա-Հունաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 6-րդ նիստը։ Նախատեսվում է քննարկել Թուրքիա-Հունաստան հարաբերությունների բոլոր ասպեկտները եւ գործակցության զարգացման ուղիները։ Բանակցությունների ընթացքում տեղի կունենա մտքերի փոխանակում տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացումների վերաբերյալ։ Նախատեսվում է նաեւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղված մի շարք փաստաթղթերի ստորագրում։ Հունաստանի կառավարության խոսնակը նախատեսվող այցից առաջ հայտարարել է, որ երկու երկրի միջև միայն մեկ տարաձայնություն կա՝ բացառիկ տնտեսական գոտու եւ մայրցամաքային շելֆի սահմանազատումը։ Թուրքիան միջազգային հանրությանը կոչ է անում ճնշում գործադրել Իսրայելի վրա։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Իսրայելի կողմից Գազայում շարունակվող հարձակումներն ու հրադադարի խախտումները անընդունելի են։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի վրա, կրակի դադարեցման ռեժիմի լիարժեք պահպանման նպատակով։
Օմանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Մասկատում Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև անուղղակի միջուկային բանակցությունների առաջին փուլից հետո։ Օմանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության համաձայն Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ Ալ-Բուսայիդին առանձին հանդիպումներ է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի գլխավորած իրանական պատվիրակության եւ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ դեսպանորդ Ստիվ Ուիթկոֆի եւ Ջարեդ Քուշների գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ։ Խորհրդակցությունները կենտրոնացած էին դիվանագիտական եւ տեխնիկական բանակցությունների վերսկսման համար համապատասխան պայմանների ստեղծման վրա։ Քննարկումների ժամանակ նաեւ ընդգծվել է այս բանակցությունների կարեւորությունը, հաշվի առնելով կողմերի հանձնառությունը ապահովելու կայուն անվտանգության եւ կայունության հասնելու գործում իրենց հաջողությունը։ Ալ-Բուսայիդին վերահաստատել է Օմանի հանձնառությունը շարունակելու աջակցել երկխոսությանը։ Նա նաեւ հաստատել է Օմանի պատրաստակամությունը համագործակցելու տարբեր գործընկերների հետ փոխադարձ համաձայնեցված քաղաքական լուծումների հասնելու համար, որոնք պատասխանում են նախատեսված նպատակներին եւ սպասումներին։ Օմանի արտաքին գործերի նախարարը եզրափակել է արտահայտելով իր խորը գնահատականը Մասկատի բանակցություններին աջակցող տարածաշրջանային երկրների ջանքերի համար։ Մասկատ մեկնելուց առաջ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարություն էր տարածել X-ի իր էջում, ընդգծելով իր երկրի դիվանագիտական հանձնառությունը։ Իրանը բանակցություններին մոտենում է բաց աչքերով եւ անցած տարվա իրադարձությունների ամուր հիշողությամբ։ Մենք գործում ենք բարի կամքով եւ վճռականորեն պաշտպանում ենք մեր իրավունքները։ Պարտավորությունները պետք է կատարվեն։ Հավասար իրավունքները, փոխադարձ հարգանքը եւ փոխադարձ շահերը հռետորաբանություն չեն, այլ անհրաժեշտություն եւ երկարատև համաձայնագրի հիմք։ Իրանը չի ցանկանում, որ Միացյալ Նահանգները հարված հասցնի։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Հատկանշական է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային կենտրոն այցելության ժամանակ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլ Ռահիմ Մուսավին հայտարարել է, որ Իրանը հաջողությամբ ամրապնդել է իր զսպող ուժը, արդիականացնելով իր բալիստիկ հրթիռները բոլոր տեխնիկական ասպեկտներով, հաղորդում է ԻՌՆ-ն։ Մուսավին հավելել է, որ 12-օրյա պատերազմից հետո Իրանն իր ռազմական դոկտրինը պաշտպանականից փոխել է հարցակողականի, որդեգրելով անհամաչափ պատերազմի եւ թշնամուն ջախջախիչ պատասխանի քաղաքականություն։ Միացյալ Նահանգները կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը եւ խորհուրդ է տվել մշակել ինքնուրույն տարհանվելու ծրագիր առանց կառավարության օգնության։ Իրանում Միացյալ Նահանգների վիրտուալ դեսպանատան հայտարարության համաձայն նրանք կարող են կալանավորվել պարզապես ամերիկյան անձնագիր ունենալու համար։ Դեսպանատունը նաեւ զգուշացրել է ինտերնետի հնարավոր խափանումների եւ չվերթների չեղարկումների մասին։ Եթե չեք կարողանում լքել տարածքը, ապա գտնվեք ապահով վայրում, պահեստավորեք սնունդ, ջուր, դեղորայք եւ այլ անհրաժեշտ իրեր։ Խուսափեք ցույցերից եւ ուշադիր եղեք շրջապատի նկատմամբ, նշվում է հրատարակության մեջ։ Միացյալ Նահանգների իշխանությունները որպես հնարավոր ելքի ուղիներ առաջարկել են ցամաքային ճանապարհներ Հայաստանով կամ Թուրքիայով։ Իրանական հեռահար հետախուզական անօդաչու թռչող սարքերը դադարեցրել են Արաբական ծովի երկնքում թռիչքներն ամերիկյան Աբրահամ Լինքոլն ավիակրի հետ կապված միջադեպից հետո։ Վերջին 2 օրվա ընթացքում իրանական հետախուզական անօդաչու թռչող սարքի ոչ մի թռիչք չի գրանցվել ավիակրի գտնվելու շրջանում։ Աբրահամ Լինքոլն ավիակիրը ըստ Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հաղորդագրության ներկայում նավարկում է Իսլամական Հանրապետության ափերից 800 կիլոմետր հեռավորության վրա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգների զինված ուժերը հայտնել էին, թե փետրվարի 3-ին ամերիկյան F-35C Lightning երկրորդ տախտակամածային կործանիչը խոցել է իրանական անօդաչու թռչող սարք, որն Արաբական ծովում մոտեցել էր ամերիկյան Աբրահամ Լինքոլն ավիակրին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակել է գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի քաղաքական խորհրդական կոնտր-ադմիրալ Ալի Շամխանիին, հաղորդում է Թասնիմը։ Նշանակումը տեղի է ունեցել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերների ֆոնին։ Շամխանին համարվում է Իրանի ռազմական եւ քաղաքական ղեկավարության առանցքային դեմքերից։ Երկար տարիներ նա զբաղեցրել է ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Պաշտպանության խորհրդի հիմնական պարտականությունների մեջ են մտնում երկրի պաշտպանունակության ամրապնդումը, նոր սպառնալիքներին հակազդելը, նաև պաշտպանական որոշումների կայացման համակարգումն ու կատարելագործումը։
Հայաստանի պետնախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ հույս եմ հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-իրանական ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը։ Հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրի միջև միջսահմանային առևտրային հոսքերի դյուրացմանն ուղղված գործակցության մի շարք կարևոր ուղղություններ։ Անդրադարձ են կատարել նաև լիազորված տնտեսական օպերատորների փոխադարձ ճանաչման նպատակահարմարությանն ու այդ ծրագրի իրականացմանն ուղղված քայլերին, նշված է գրառման մեջ։ Պետնախագահը նաև տեղեկացրել է, փոխադարձ պայմանավորվածությունների շնորհիվ զգալիորեն ավելացել են Հայաստան-Իրան առևտրաշրջանառության ծավալները։ Ընթացող բարեփոխումների շրջանակում նախատեսվում է առաջիկա տարվա ընթացքում սահմանն ամբողջությամբ վերազինել նոր սարքավորումներով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցության նախարար Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ Ալիևն ընդգծել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի անցած տարի Ադրբեջան պաշտոնական այցը հաջող էր եւ լավ արդյունքների է հասել, որից հետո երկկողմ հարաբերությունները շարունակել են զարգանալ։ Ալիևը նշել է, որ աշխարհի շատ տարածաշրջաններում ներկայում շարունակվում են պատերազմներն ու հակամարտությունները, իսկ Հարավային Կովկասում արդեն իսկ խաղաղություն է հաստատվել։ Նա վստահություն է հայտնել, որ սա կարևոր է նաև Իրանի համար, որը սահմանակից է եւ Ադրբեջանին եւ Հայաստանին։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն պաշտպանում է համաշխարհային խաղաղությունը։ Ալիևը հիշեցրել է, թե Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ Ադրբեջանը մտահոգված է տարածաշրջանում ստեղծված իրավիճակով եւ պատրաստ է օգնել լարվածության թուլացմանը։ Նասիրզադեն շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է, որ Ադրբեջանը ժամանել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հանձնարարությամբ, ընդգծելով իր ուշադրությունն Ադրբեջանի նկատմամբ։ Զրույցի ընթացքում կողմերը նշել են երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը հիմնված բարեկամության, եղբայրության եւ բարիդրացիության սկզբունքների վրա եւ մտքեր են փոխանակել պաշտպանական գործակցության հեռանկարների վերաբերյալ։ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը շարունակում է վատթարանալ, քանի որ կառավարությունն ուժեղացրել է բռնաճնշումներն անկախ լրատվամիջոցների, քաղաքական ընդդիմախոսների եւ քաղաքացիական հասարակության նկատմամբ, ճնշելով այլախոհությունը եւ ել ավելի ամրապնդելով վախի մթնոլորտը։ Այս մասին ասված է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։ Իշխանությունները նաեւ անհիմն քրեական մեղադրանքներ են ներկայացրել վտարանդիության մեջ գտնվող բլոգերների եւ լրագրողների դեմ, նրանց նկատմամբ հեռակակարգով մեղադրական դատավճիռներ կայացնելով եւ շարունակել ընդունել ու կամայականորեն կիրառել քաղաքացիական հասարակությունը կաթվածահար անող օրենքներ։ Կալանավայրերում խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը շարունակվել են անպատիժ մնալ։ Շարունակելով անտեսել միջազգային վերահսկողությունը, Ադրբեջանը կասեցրել է ՄԱԿ-ի հետ կապված կազմակերպությունների գործունեությունը կամ վտարել դրանց, այդ թվում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Իշխանությունները նաեւ հետ են կանչել մնացած միջազգային լրատվամիջոցների հավատարմագրումը։ Չնայած ստանձնած պարտավորություններին, Ադրբեջանը ոչ մի էական քայլ չի ձեռնարկել 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի իրավունքն ապահովելու, նաեւ նրանց գույքային իրավունքները վերականգնելու ուղղությամբ, նշված է Human Rights Watch-ի զեկույցում։ Մարոտ Հարվերդյան, Հարևաններ։